Սիրելի հավատացյալներ, այսօր վերստին հավաքվել ենք Նորքի Սուսակից եկեղեցու մեր ամոթը վերահսկելու առասպած դժվարին պայմաններում մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար անչափ դառն այն բաժակը, որ այսօր մեր ժողովուրդը ընկում է։ Մեր ժողովուրդը մշտապես այն հարցականի առաջ է կանգնում, սա մենք տեսնում ենք ամեն անգամ, երբ հարաբերվում ենք տարբեր առիթներով, տարբեր հարցակումներով, երբ որ եկեղեցին ասում կարծես մի առանձին կառույց են պատկերացնում։ Մանավանդ մեր օրերին, երբ որ քաղաքական, այսպես սոցիալական, տնտեսական վիճակայքանը բարդ վիճակում չէ։ Ես մի քանի անգամներ մեր սեղանի վրայից ասել եմ, ինչը եկեղեցին, ամեն մարդ, երբ որ ծնվում է աշխարհում, գիտի որ ունի հայր, ունի մայր, եւ գիտի այն վերաբերմունքը, որ ինքը դրսևորում է իր ծնողների նկատմամբ, որը չի փոխվում երբևիցե, ոչ ոք չի կարող իր հորն ու մորը փոխել։ Այնպես այն բոլոր ժառանգություններն են, որոնք որ մենք այսօր հազարամյակների միջից անցնելով ժառանգել ենք։ Երբեմն հարցադրումներ են տալիս, որ չես ուզում պատասխանել այդ հարցերին, եւ տղոներ երբեմն այսպես գրակորներ են լինում, եւ երբեմն անվանի։ Օրինակ, երբ հոգևորականից որ բանը խոսում ասում, բայց ինչ է քաղաքական բաների մասին խոսում։ Ժողովրդյան եկեղեցին ժողովուրդն է ինքը ժողովուրդն է։ Ես բազմիցս անգամներ մեր սեղանի վրայից ասել եմ, երբ որ ես եկեղեցի եմ ասում, ես հասկանում եմ այս նյութական եկեղեցին, այն շենքերը, որոնք որ կառուցում են այն աղոթատներիները, որոնց մեջ մենք մեր աղոթ ենք մեր առակում առասպած։ Եկեղեցի երբ որ ասում են, զինվորյալ եկեղեցի ենք հասկանում։ Այն հավատացյալները, որոնք որ տվյալ եկեղեցու անդամ են, որոնք մշտապես այդ եկեղեցիներում աղոթք են կատարում։ Նրանք զինվորներ են մեր հայ առաքելական եկեղեցում։ Եվ բոլոր այն հավատացյալները, որոնք որ տվյալ եկեղեցու անդամ են եղել, եւ այսօր մահացել են, բայց նրանք չեն դադարում եկեղեցու անդամ չլինելուց, պարզապես նրանք հաղթական եկեղեցին են, որոնք իրենց հավատքով կարողացել են հաղթել աշխարհին, Տիրոջ բնակարանների մեջ բնակվել։ Սա է հայ առաքելական եկեղեցին։ Այսօրին շատ են այդ հարցադրումները տալիս, ինչի մասին խոսում են, ասում են, բայց եկեղեցին ինքը ժողովուրդն է։ Մենք եկեղեցու սպասավորներն ենք։ Մենք տարիներ առաջ մեր ձեռքը վերև ենք բարձրացրել, որպեսզի ծառայենք մեր ժողովրդին։ Սա է առաքելությունը յուրաքանչյուր հոգևորականի։ Եվ այս գիտակցությամբ մենք պիտի մոտենանք։ Ժամանակի կոմունիստական շրջանում, երբ որ ուզում են բաժանել, եկեղեցուն ժողովրդից տարբեր այսպես գործիքներ էին օգտագործում։ Եվ ամոթ է եւ այսօր մարդիկ նման արձակումներ են տալիս։ Ինչ է քաղաքականության զբաղվում, չէ հոգևորականները տվյալ ժողովրդի անդամներ չեն, թե մաս են կազմում։ Թե մեր եկեղեցին պետք է ընդհանրապես կտրված լինի, սա երբ որ այդ մասին խոսում են, այդ մարդիկ ուզում են եկեղեցին առանձին փոքր միավոր տեսնել։ Բայց դա անհնար է, որովհետև եկեղեցին ինքը կարողացել է հազարամյակներ անցնել։ Եվ այն հնկա աշխատանքը, որ այսօր եւ բոլոր այս տարիների ընթացքում կատարվել են եկեղեցու կողմից։ Դա նման է այն մարդուն, որ իր ծնով անդադ պահում մեծացնում է, մի բան է լինում, ինքը մի անգամից դրանից է բռնում, ուզում է վարկաբեկել։ Ով է այդ մարդը, որ իր ծնող ինքը վարկաբեկի։ Մոտեցում այսպես պիտի լինի։ Եթե ուզում եք եկեղեցին ամուր լինի։ Այսօր հսկա, ես միայն մեր երկրում ասում չեմ ասում, ընդհանրապես աշխարհում Աստված հերացնելու Աստված մեծ ծրագիր է իրականացնում։
Սարսափելի մեծ, աստուտ են նրանք ուզում պարզապես մարդուն հեռացնել։ Եվ պետք է այս գիտակցության մոտենալ։ Այսօր մեր եկեղեցիներում հայրապետական մաղթանք պիտի կատարվի, որովհետև 23 տարի առաջ նորից Սուրբ Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ոտվեց։ Եվ այսօր բոլոր հայ առաքելական եկեղեցիներում 23-րդ տարեդարձը պիտի տոնենք։ Մեր աղոթքը պետք է վերարակի կարասված, որ Տերը ամուր պահպանի մայրաքաղցում Էջմիածինը Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ Այն հսկայածավալ աշխատանքը բոլոր առումներով և եկեղեցաշինության առիթով այսօր երբեմն ասում եկեղեցիներ եք այո կառուցում։ Ես 40 եւ արդեն 50 տարի ես եկեղեցու մեջ եմ։ Եվ ես տեսել եմ Էջմիածինային ժամանակ եւ այսօր։ Եվ այդ բոլորը հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է նաեւ եւ ամենակարևորը գուցե նրա համար, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին պատահական եկեղեցի չի քրիստոնեական։ Հայ առաքելական եկեղեցին առաջին քրիստոնյա պետության եկեղեցին է։ Այսօր ամեն մեկը, որը որ ծնվում է այս աշխարհի մեջ, աշխարհի վրա ինքը գիտի, որ ինքը առաջին քրիստոնյա ժողովրդի զավակ է։ Եվ այս հպարտությամբ ինքը պիտի ապրի։ Եվ եթե անկարգ որևէ մեկ ինչ-որ սխալ, Տերնորայնի մի սխալ անի, դա Գրիգոր Զավարչի սխալը չէ, դա Տերնորայնի սխալն է, առաքյալներն են սխալներ գործել, բայց մեր մոտեցումը պետք է լինի այդ կերպ, որ մենք խոսում ենք մեծ արժեքի մասին, հազարամյակների պատմության միջով անցած եւ այսօր գոյատևող եկեղեցու մասին եւ հզոր եկեղեցու մասին։ Այսօր մտնում եմ ես Էջմիածին հպարտանում եմ, որ այսօր մենք այսպիսի Էջմիածին ունենք, որով կարող ենք հպարտանալ որպես առաջին քրիստոնյա պետություն։ Եվ այն բարեսիրական, սոցիալական տարբեր ծրագրեր, որոնք որ կատարվում են Մայրաթորի կողմից։ Ես մի անգամ նման առիթով այսպես կուզեմ արտահայտվել, վեհապարի մի ծրագիր ենք իրականացնում, ասի վեհապար Տեր, ինչու մենք չլուսաբանենք այդ գործունեությունը, որ արվում է։ Ինք ասես Տեր աջան, ամեն անգամ որ դու տնից դուրս ես գալիս, հայրդ ասում է, թե դու ինչ ես անում, եւ ինչի արել քեզ համար։ Բա մեր ժողովուրդն է պետք է անենք։ Այս ճշմարիտ եկեղեցու առաջնորդի պատասխանը, որովհետև հայ առաքելական եկեղեցին մշտապես անում է եղել որպես զավակ եւ ծնող հարաբերության։ Եվ այսօր բազմաթիվ եւ բազմապիսի ծրագրեր են իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ցեղերում ապրող մեր ժողովրդի համար։ Եվ ես ուզում եմ, որ միասին, որովհետև քիչ հետո մենք պետք է հայրապետական մաղթանք վերարակի կառասված, որ Տերը ամուր պահի պահպանի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Տերը պահի պահպանի նրա գահականին, որպես իմաստուն եւ մեծ հավատավոր ժողովրդին առաջնորդող այն ճանապարհով, որ դեպի Աստված է տանում, որը մեր երկրի հզորացումն է տանում եւ մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի իրականությունը։ Թող Աստված պահի պահպանի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա գահական նորից ուսուցություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ 23 տարիները թող շնորհավոր լինեն մեր վեհապարին, թող արդյունք։ Այդն և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Thank you.
Amen.
Բարելար և բացողում, Ալյարներով Իսուսի, Բարելության զրբոտ արագելոցն, Վարդունիոսի և Թադիոսի, որ ուզավորեցին Հայաստան աշխարհը, ի հեկանոտական խավարային ծիծապարկության, և դրկույն Գրիգորի արագելակավի ծուտավորին, ընկալ զավակած ժողովրդյան քով և դեր գարեգին ներքով ամենայն հայոց կազմակերպոցն մեր դոկտորների հայրապետություն և առաջնորդություն ազգիս հայոց հաստատում և անստացան պարտիա իվերի կոչման ընկերների դառնումը դուրսմա առաջնորդել հեծության և ուղղափառ պարզաբանության ժողովրդյանքում բարձրացնի մեծ եզերած ձերքյուն յոթերոքով անհրաժարյալ լինել հավատալին և իմաստուն տնտես նորովնիկով հայյան քաղաքության ժողովուրդով որ հավատացած նման և բարիանալած ամենայն շարել Սիգներության հանգամ ասմալական համությունը կենցենարկանության ըսկեցյալ սրտություն Քրիստոսի կով և երեսին մի հով և մի հովիվ իմյացին արժանավորել հավիտենական կավությանցը հաստամեն ապուրը ամենայն ալումը Նորով միացնիքով յարդումներով Իսուսի Քրիստոսի ընդորում կեթոր ամենագալի և համալով ուրվորգույն բայրեպար իսմանություն և բարի այժմ և իսկ և ալության հավիտենին ծնվել